Հայերի գործարար ճյուղի եւ հնարամտության մասին այստեղ խոսում են բոլորը, եւ տեղաբնակները եւ միլիոնավոր հյուրերը, ովքեր 6-7 ամիս տևող ծովափնյա հանգստի ընթացքում շփվում են նրանց հետ եւ օգտվում առաջարկվող ծառայություններից։ Ժամանակին համահունչ մեր հայրենակիցները զարգացրել եւ կատարելագործել են իրենց բիզնեսը։ Նրանցից առանձնանում է Վեսնա համալիրի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Թաթուլյանը, որը տուրիստական բիզնեսի եւ սպորտի զարգացմանը նպաստելու համար արժանացել է պետական տարբեր պարգևների։ Նրա գլխավորությամբ վերակառուցվել է Վեսնա պանսիոնատի շենքը, կառուցվել է Սոչիի ամենամեծ ջրաշխարհը, եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինի անվան մարզական համալիրը, Մոսկովու Պիչ հանգստյան գոտին։ Հյուրանոցը 15 հարգանի մի շենք է, որը անմիջապես մի օրը կարող է հանդիպել 1000 մարդ։ Կա ակվապարկ, հետո կա Մոսկով Պիչ բասեին, որը որ Մոնտե Կարլոյի միայն կա, եկել էստեղ կա, այդպեսի գեղեցիկ սարքված է։ Հետո բոուլինգ կլուբ եւ 10 հատ էլ ռեստորան կա դուրսում։ Մոսկովու Պիչ կոչվող ծովափնյա համալիրը բաժանված է մանուկների եւ մեծահասակների համար նախատեսված գոտիների։ Իր մեջ ընդգրկում է ջրաշխարհը, մարզական փակ համալիրներ, լրատվական կենտրոն, բոուլինգ եւ բիլիարդ ակումբներ, թենիսի կորտեր եւ մարզադաշտ, որտեղ ի դեպ մարզումներ է անցկացնում նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Փյունիկ ակումբը, իսկ Վեսնա պանսիոնատը վերածվել է բարձրակարգ ժամանակակից հյուրանոցի։ Սովետական միությունից մնացած հետամնաց մի հյուրանոց էր։ Այդ ժամանակից մինչև այսօր մենք շինարարություն արեցինք, ողջը նորոգեցինք։ Հիմա մենք գրված ենք Օլիմպիական կոմիտետի ամենաառաջի թերթի վրա, որ պետք է հարմարություն ստեղծենք սպորտսմենների համար, որ նրանք այստեղ կարողանան մնալ եւ օլիմպիական գործերով զբաղվեն։ Հատուկ ուշադրության է արժանի մարզական առողջարանային համալիրը երկու հսկայական դահլիճներով։ Այստեղ մարզումներ են անցկացնում տարբեր մարզաձևերի հավաքական թիմեր, ըմբշամարտիկներ, պռնցքամարտիկներ, մենապայքարային եւ թիմային մարզաձևերի հայտնի ներկայացուցիչներ։ Մեր նկարահանման պահին մարզադահլիճներում մարզումներ էին անցկացնում Ռուսաստանի բատուտիստների, ազատ ոճի ըմբշամարտի եւ ձյուդոյի կանանց հավաքականների մարզիկ-մարզուհիները։ Դահլիճներում մեծադիր պաստառների վրա ներկայացված էին նաեւ հայազգի մեր չեմպիոնների ազգանունները։ Մի շենքը 5000 կվադրատմետր է, մյուսը 2-ի մոտ։ Մեր մոտ են զբաղվում օլիմպийские չեմպիոնները по борьбе, вольная, греко-римская, дзюдо, женщины, мужчины, вот это все виды спорта. Համալիրի շինարարությունը սկսվել է ավելի շուտ, քան Սոչին կհայտարարվեր որպես օլիմպիական քաղաք։ Այն ընդգրկվել է օլիմպիական ռեզերվի մեջ եւ տարբեր երկրներից նախապես արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել։ Համալիրում աշխատում է ավելի քան 1000 մարդ, մեծ թիվ են կազմում հայ մասնագետները։ Հայերը մի 30% են աշխատում այստեղ հայերը։ Մյուս 70%-ը տեղացիներն են, վրացի кա, ռուսկա, էստոնացի кա, ուկրաինցի, բելարուսի։ Средняя зарплата у нас выше, чем краевая. Она составляет около 20 тысяч для работающих рублей российских. А это прожиточный минимум в настоящее время России составляет 4600 рублей. Հսկայական տարածություն ընդգրկող այս համալիրի բոլոր կառույցներում կային պատվոտախտակներ եւ անկյուններ, որտեղ ներկայացված էին հայտնի մարզիկների եւ պատվավոր հյուրերի նկարները։ Համալիրում մեր անցկացրած ժամանակը լի էր հաճելի զգացումներով։ Դրանք մեզ պարգևում էր այն գիտակցումը, որ հարմարավետության, շքեղության եւ ճաշակի այս ամբողջ համադրությունը պատկանում է տեղի մեր հայրենակիցներին։ Իսկ այդ ընթացքում մեզ ուղեկցող Իլարիոն Վարվաշտյանը ամեն վայրկյան հիշեցնում էր հայկականը, հայրենիքն ու բոլոր այն դրվագները եւ փաստերը, որոնք կապված էին Հայաստանի հետ։ Наша главная цель сохранить язык, культуру, обычаи и знать, что мы армяне. Самое главное это. А больше что, да. Некоторые в душе больше патриоты, чем те, которые исключительно знают армянский, но себя отвратительно ведут во всех других местах. Мы постоянно курс ставим такой, чтобы нас уважали, и наше самое большое достижение должно быть воспитанная молодежь. Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս, Սոչի, Ադլեր։